Ողջույն սիրելի հետևորդներ, երբևէ զգացել եք, որ աշխարհը փորձում է ձևավորել ձեզ, ասում է ինչ մտածել, ինչպես ապրել, ինչ արժեքներ ունենալ, բայց հարցը սա է, թե դու ում ես լսում, քանի որ կարևոր չէ այն, թե ինչ ես լսում, այլ կարևոր է այն, թե ինչպես ես դու ապրում։ Այսօր Պողոս Առաքյալը շատ հստակ պատասխան է տալիս Կողոսացիներին ուղղված նամակի 2-րդ գլխում եւ ասում է, որ զգուշացեք, որ ոչ ոք ձեզ չխաբի։ Զգույշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չհրապուրի իմաստասիրական տեսություններով եւ սնոտի խաբեությամբ, որոնք մարդկային ավանդության ու բնության տարերային ուժերի վրա են հիմնված եւ ոչ թե Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետությամբ, որովհետեւ Քրիստոսի մեջ է մարմնապես բնակվում աստվածության ամբողջ լիությունը։ Դուք էլ նրանով լցվեցիք, որ գլուխն է ամեն իշխանության ու պետության, նրանով թլպատվեցիք հավատով անձեռագործ թլպատությամբ, Քրիստոսի թլպատությամբ մերկանալով մեղանչական մարմնից, մկրտվելով թաղվեցիք նրա հետ, դրանով էլ նրա հետ հարություն առաք, ուստի Աստծո զորությանը հավատալով, որ նրան հարություն տվեց մեռելներից։ Նրա հետ Աստված կենդանացրեց նաև ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք ձեր մեղքերի եւ մարմնի անթլպատության պատճառով։ Աստված ներեց մեր բոլոր հանցանքները եւ ջնջեց մեր օրինազանցության համար մեր դեմ արձակած դատավճռի ձեռագիրը, վերացրեց այն մեջտեղից եւ մեխեց խաչափայտին, իշխանություններին ու պետություններին զինաթափ արեց, հրապարակավ խայտառակեց նրանց պարտության մատնելով Քրիստոսի միջոցով նրա հարության ժամանակ։ Ուստի ոչ ոք թող ձեզ չդատապարտի ուտելու կամ խմելու տոնական օրերին նորալուսնի կամ շաբաթի հարցում, որոնք գալիքի ստվերներն են, իսկ մարմինը Քրիստոսն է։ Չլինի թե որևէ մեկը ձեզ խաբի կեղծ խոնարհությամբ, հրեշտակների պաշտամունքով, դատարկ բանի հետևելով, անտեղի հպարտանելով մարմնական մտածումներով։ Այդպիսի մեկը կապ չունի Քրիստոսի գլխի հետ, որից ամբողջ մարմինը հոդերով ու խաղերով կապված ու միացած ստանում է իր աճումը, որ Աստծուց է։ Եթե մեռաք Քրիստոսի հետ եւ բնության տարերային ուժերի իշխանությունից դուրս եկաք, ինչու եք այս աշխարհում ապրողների նման հետևում մարդկանց կողմից տրված պատվիրաններին ու վարդապետություններին։ Մի մոռացիր, մի մոտեցիր, մի ճաշակիր, մի դիպչիր բաներ, որոնք նախատեսված են սպառման համար, որոնք իմաստության համբավ ունեն ինքնական պաշտամունքով, խոնարհությամբ, մարմնի խստակեցությամբ, բայց արժեք չունեն եւ ծառայում են մարմինը բավարարելուն։ Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրեք վերին բաները, որտեղ Քրիստոսն է, նստած Աստծո աջ կողմը։ Վերին բաների մասին խորհեք եւ ոչ թե այն բաների, որ այստեղ երկրի վրա են, որովհետեւ մեռաք եւ ձեր վերքը ծածկված է Քրիստոսի հետ, Աստծո մեջ, իսկ երբ Քրիստոսը ձեր կյանքը հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով։ Սպանեք ուրեմն ձեր երկրավոր ցանկությունները, պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չարցանկությունը, ագահությունը, որ կռապաշտություն է, որոնց պատճառով Աստծո բարկությունն է գալիս անհնազանդ որդների վրա։ Դուք նույնպես մի ժամանակ այդպես էիք ընթանում, երբ ապրում էիք այդ ցանկություններով։ Այժմ դուք եւս թոթափեք այդ ամենը, բարկությունը, զայրույթը, չարությունը, հայհոյությունը եւ խեղկատակությունը ձեր բերաններից։ Մի ստեք միմյանց, ձեր վրայից հանեք հին մարդուն իր գործերով եւ հագեք նորը, նորոգված գիտությամբ, իր արարչի պատկերի համաձայն։ Այստեղ այլևս ոչ հրյա, ոչ հրթանոց, թլպատություն կամ անթլպատություն, բարբարոս սպյութացի ծառա ազատ, այլ Քրիստոսն է ամեն ինչ եւ ամեն ինչի մեջ, որպես Աստծո ընտրյալներ, սրբեր եւ սիրելիներ, այսուհետև հագեք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն, հանդուրժելով միմյանց, ներելով փոխադարձաբար, եթե մեկը մյուսի դեմ գանգատ ունի, ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ, այնպես էլ դուք ներեք իրար։ Եվ այս բոլորի վրա ունեցեք սերը, որ կապն է կատարելության, եւ ձեր սրտերում թող թագավորի Քրիստոսի խաղաղությունը, որին եւ կանչվեցիք մեկ մարմնի մեջ, եւ գոհություն մատուցեք։ Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք եւ խրատեք միմյանց սաղմոսներով, օրհնություններով, հոգեվոր երգերով եւ ձեր սրտերում իրախտագությամբ օրհնեք Աստծուն։ Եվ ինչ էլ որ անեք, խոսքով թե գործով, ամեն ինչ արեք Տեր Հիսուսի անունով։ Գոհություն մատուցեք նրա միջոցով Աստծուն Հորը։ Ամեն։ Պողոս Առաքյալը սկսում է զգուշացումով։ Զգուշացեք, որ
ոչ ոք ձեզ չգերի դատարկ խոսքերով։ Այսինքն, ոչ ամեն ինչ, որ խելացի է թվում, ճշմարիտ է։ Սիրելի հետևորդ, այսօր աշխարհը լի է գաղափարներով, բայց ոչ բոլոր գաղափարներն են բերում կյանք։ Միշտ հարցրու քեզ, սա ինձ մոտեցնում է Քրիստոսին, թե հեռացնում։ Պողոս առաքյալը հայտարարում է մեծ ճշմարտություն։ Քրիստոսի մեջ է ամբողջ լիությունը։ Սա նշանակում է մեզ պետք չէ ուրիշ հոգևոր լրացում, Քրիստոսը բավարար է։ Շատ մարդիկ փնտրում են նոր մեթոդներ, նոր ուսմունքներ, նոր փորձառություններ, բայց իրականում այն, ինչ պետք է, արդեն տված է Քրիստոսի մեջ։ Խորացրու քո հավատքը Քրիստոսի մեջ, ոչ թե անընդհատ փնտրիր նոր բաներ։ Առաքյալը հիշեցնում է. Քրիստոսը ներեց մեր մեղքերը, ջնջեց պարտքերը, հաղթեց չարին։ Սա հաղթանակի լեզու է։ Սիրելի հավատավոր հետևող, քո անցյալը քեզ չի սահմանում։ Քրիստոսը արդեն տվել է ազատություն։ Մի ապրիր մեղքի հիշողության մեջ, ապրիր ազատության մեջ։ Առաքյալը զգուշացնում է նաև կրոնական ծայրահեղություններից։ Նա ասում է. թույլ մի տուր, որ մարդիկ քեզ դատեն արտաքին ձևերի համար։ Աստված նայում է սրտին, ոչ միայն արտաքին ձևերին։ Կենտրոնացիր իրական հոգևոր կյանքի վրա, ոչ թե միայն արտաքին կրոնական ձևերի։ Առաքյալը տալիս է ուղղություն։ Փնտրեք վերին բաները։ Սա նշանակում է կյանքդ ուղղիր դեպի Աստված, որտեղ քո ուշադրությունը, այնտեղ է քո սիրտը։ Ամեն օր ժամանակ հատկացրու աղոթքին, սուրբ գրքին, լուր խորհրդածությանը։ Պողոս առաքյալը շատ կոնկրետ է։ Նա ասում է. թողեք բարկությունը, չարությունը, ստությունը, անպարկեշտությունը։ Սա հին մարդն է։ Քրիստոնեական կյանքը փոփոխություն է պահանջում։ Ընտրիր մի բան, որը պետք է փոխես, եւ սկսիր աշխատել դրա վրա այսօր։ Եվ հետո առաքյալն ասում է. հագեք նոր մարդուն։ Սա նոր կյանքի ներառում է ողորմություն, խոնարհություն, համբերություն, սեր։ Եվ այս ամենից կարևորը սերը, որպես կատարյալ կապ։ Սերը քրիստոնեական կյանքի սիրտն է։ Ամեն օր փորձիր մի փոքր բան անել սիրով, ներել, հասկանալ, աջակցել։ Առաքյալն ավարտում է մի գեղեցիկ պատկերով. թող Աստծո խոսքը ապրի ձեր մեջ, ապրեք շնորհակալությամբ, ամեն ինչ արեք Տիրոջ անունով։ Հավատքը միայն իրաքնորյա փորձ չէ, այն ամենօրյա կյանք է։ Ամեն ինչում հարցրու քեզ, սա անում եմ այսպես, որը կփառավորի Աստծուն։ Այս հատվածը տալիս է հստակ ուղի։ Զգուշացիր կեղծ գաղափարներից։ Քրիստոսը բավարար է, դու ազատ ես նրա մեջ։ Կենտրոնացիր ներսի կյանքի վրա, փնտրիր վերին բաները։ Թողին մարդը, հագիր նոր մարդը սիրով։ Սիրելի հավատավոր հետևորդներ, քրիստոնեական կյանքը պարզապես հավատալ չէ, դա նոր կյանք է, ապրելաձև է։ Հին մարդը թողնելը, նոր մարդ հագնելը եւ քայլելը Քրիստոսի հետ ամեն օր։ Եթե այսօր զգում ես, որ կյանքում պետք է փոփոխություն, մի սպասիր հարմար ժամանակի, սկսիր այսօր։ Թող Քրիստոսը ձևավորի քո մտածելակերպը, թող նրա սերը լցնի քո սիրտը եւ թող քո կյանքը դառնա կենդանի վկայություն։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում, գրել ձեր կարծիքը, բաժնորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ տարածել այս տեսանյութը, որպեսզի շատ մարդիկ տեսնեն Աստծո խոսքը։